այս անձը, այս ռեժիմի ղեկավարը այսօր փորձեց շտկել այդ ծանր տպավորությունը, որը բոլորը ստացան իր Մոսկվա գնալուց հետո, որտեղ պարզեր, որ նա պարտվեց, նա իրեն պահում էր որպես վախեցած, պարտված երկրի ղեկավար, դե նա սովոր է այդպիսի բաների, իր այս խմբի անդամներից մեկն էլ ասեց, որ եթե Ռուսաստանը փորձի գները բարձրացնել, մենք ԵԱՏՄ-ից դուրս կգանք, նա կարծում է, որ կարող է վախեցնել կամ բլեֆ խաղալով, սա քարտ չի, մենք քարտ չենք խաղում, էլի, սա լուրջ հարց է, նա կարծում էր, որ կարող էր ռուսերեն ասած պոնտով ինչ-որ բան ստանալ Ռուսաստանից, հետո տեսան, որ հետևանքները շատ ծանր են լինելու, նրանք հասկացան, որ ընտրությունները նրանք պարտվելու են ընտրություններում, որովհետև Ռուսաստանի հետ խզելով մեր հարաբերությունները, դուք տեսաք այդ առաջի նշանները, թե ինչ է մեր գլխին գալիս, մեր կոնյակի լիցենզիաներն են խլում, այսօր հայտարարություն եղավ, որ Ռուսաստանում խստացնելու են ուրիշ երկրներից միգրանտների այդ պայմանները, միգրանտների համար ապրելու պայմանները Ռուսաստանում խստացվելու են, այսինքն սա բացեիբաց մեզ ասում են, թե ինչ է լինելու։ Այնտեղ 500,000 Հայաստանի քաղաքացի ապրում պաշտոնական տեղեկություններով, իսկ եթե հաշվենք նաև Սփյուռքը Ռուսաստանի, դա մեկ ասում են մոտավորապես 2 միլիոն մարդ է։ Այսինքն, եթե մենք դուրս են գալիս ԵԱՏՄ-ից, այդ մարդիկ կորցնում են Ռուսաստանում ապրելու իրենց արտոնությունները եւ աշխատելու իրենց արտոնությունները, խզվում են աշխատանքային կոնտրակտները, այդ մարդիկ վերադառնում են Հայաստան։ Տասնյակ հազարավոր, եթե ոչ 100,000-ավոր մարդիկ վերադառնալու են Հայաստան։ Դա նշանակում է, որ օրինակ բնակարանների վարձը 3 անգամ բարձրանալու է Երևանում, ինչպես եղավ 22 թվականին կարծեմ, երբ սկսվեց պատերազմը Ուկրաինայում եւ տասնյակ հազարավոր Ռուսաստանի քաղաքացիներ եկան Հայաստան, հիշում եք, 3 անգամ բարձրացավ վարձը բնակարանների, սննդի, մթերքի գները կբարձրանան մի քանի անգամ, ել չասենք, որ գազի գինը 3.5 անգամ է բարձրանալու, վառելիք, գազ, սնունդ, աշխատազուրկների թիվը կտրուկ աճելու է, որտեղ այդ 100,000-ավոր մարդիկ պետք է Հայաստանում աշխատելու տեղ գտնեն, դա էլ չի լինելու։ Եվ մեր էքսպորտը, մեր արտահանվող արտադրանք Ռուսաստանից փակվելու, Ռուսաստանը այլևս չեն կարողանալու դա արտահանել, իսկ Եվրոպայում մեզ ոչ ոք իրենց դարակների վրա տեղ չի տալիս։ Այսինքն լինելու է սարսափելի տնտեսական կատաստրոֆա, իսկականից աթառ ենք վառելու, եւ այս ռեժիմը գիտի, որ այս պայմաններում նրանք նորից չեն ընտրվելու։ Դրա համար փորձում են այս էժան խաղերը խաղալ։ Դուրս կգանք, բայց դուրս չեն գա, դուրս կգանք, բայց դուրս չեն գա, բայց եթե դուք վախեցնեք, մենք դուրս կգանք, բայց մենք գիտենք, որ չեն կարող դուրս գալ, այդ ասում են երեխաներն ասում են վերիտ նիվերիտ այդ խաղերը, արդեն բոլորս հոգնել ենք դրանից։